Ողջույն, ես Անուշ Գասպարյանն եմ, նյարդաբան, նեյրոֆիզիոլոգ, աշխատում եմ Էկոսայենս ախտորոշիչ կենտրոնում։ Մեր կենտրոնի կողմից կատարված գիտական աշխատանքի անվանումն է էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի անփոխարինելի դերը արհեստական բանականության ժամանակաշրջանում։ Աշխատանքը կատարել ենք Էկոսայենս ախտորոշիչ կենտրոնի ռևմատոլոգ Վալենտինա Վարդանյանի հետ միասին։ Աշխատանքի հիմնական նպատակն է հասկանալ, հնարավոր է արդյոք միայն արհեստական բանականության գործիքների շնորհիվ հասկանալ ինչքանով է հավանականությունը այն պացիենտների մոտ, ովքեր որ դիմել են նյարդաբանի եւ ռևմատոլոգի քանգատներով, ինչպիսիք են քմրածություն, թուլություն, դիսկոմֆորտ դաստակների շրջանում եւ այդուցի զգացում, այդ պացիենտների մոտ կարպալ թունելի համախտանիշի առաջացման հավանականությունը։ Հետազոտությունը եւ աշխատանքը ցույց տվեց, որ չնայած որ արհեստական բանականության գործիքները հստակ կարող են ախտորոշել եւ կանխորոշել կարպալ թունելի առաջացման հավանականությունը, սակայն չեն կարող փոխարինել էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի դերը որպես օբյեկտիվ ախտորոշիչ մեթոդ կոմպրեսիոն նեյրոպաթիաների ախտորոշման գործընթացում։ Չնայած որ այսօր ամբողջ աշխարհը եւ նաեւ բժշկությունը գնում է դեպի արհեստական բանականություն, սակայն մեր օրերում դեռևս արհեստական բանականությունը չի կարող փոխարինել գործիքային ախտորոշիչ մեթոդների ճշգրտությունը, լիարժեքությունը եւ կարողանալ տալ այն հստակ պատասխանները, որոնք որ տալիս են մեզ ճշգրիտ ախտորոշում։ Սակայն հետագայում պլանավորվում է արհեստական բանականության հզոր ներուժներ դնել կոմպրեսիոն նեյրոպաթիաների ախտորոշման գործընթացում, համադրելով էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի օբյեկտիվ տվյալների հետ միասին։ Շնորհակալություն։